Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շարունակում է հանդիպումները հասարակության տարբեր շերտերի հետ։ Ուշադրության առանցքում այս անգամ հաշմանդամություն ունեցող անձինք եւ նրանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն են։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման իրենց ծրագրում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ դրույթները նրանց հետ քննարկումների արդյունքում են ամրագրվել։ Մենք բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կոնվենցիային, որի գաղափարախոսությունը, որի հիմնակարը մեկն է, ոչինչ մեզ համար, առանց մեզ, այսինքն մենք պաշտպանում ենք միանշանակ այդ տեսակետը, ցանկացած օրենք, ցանկացած նախագիծ, ցանկացած նախաձեռնություն, որ պիտի արվի հաշմանդամություն ունեցող անձանց համար, բնականաբար անպայմանորեն առաջին հերթին պիտի քննարկվի նրանց հետ։ Հաշմանդամություն ունեցող անձինք հասարակության լիարժեք անդամներ են եւ արհեստական խնդիրները չպետք է խոչընդոտեն նրանց նորմալ ու բնականon կյանքով ապրելու համար։ Համոզված են կուսակցության ներկայացուցիչները։ Այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք համակարգային լուծում են պահանջում։ Ինձ համար շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ առանձին այսպես շենքերում կամ հաստատություններում օրինակ թեքահարթակներ են կառուցվում պարզապես այս գալչկա կոչվածը ստանալու համար։ Եթե մենք փորձելու ենք ինչ-որ բաներ անել ասելու, որ խնդիրը նկատել ենք, շատ արագ հարցին լուծում ենք տվել եւ կառուցելու ենք բոլորովին ոչ պիտանի թեքահարթակներ եւ ասենք, որ մենք մի քայլ առաջ ենք գնացել, մի քանի թեքահարթակներ ենք կառուցել, դա խնդրի լուծում չի։ Մեկ բան ակնհայտ է, անլուծելի խնդիրներ չկան։ Դա մեծ բան չէ թեքահարթակների խնդիրը լուծելը։ Եթե պրիմիտիվ խնդիրը չի կարողանում լուծել, այդտեղ լրջագույն ներդրումների մասին խոսելը ավելորդ է։ Եթե գոնե մի քանի հասարակական տրանսպորտ չի հարմարեցվում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, սայլակավորների կարիքներին, այստեղ մեծ խնդիրների մասին խոսել ուղղակիորեն անիմաստ է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ մեր մոդեցումը, մտածողությունը եւ փիլիսոփայությունը պետք է փոխենք։ Այս բանը ես ծեր սայլակները չեմ տեսնում։ Այսինքն ինձ համար դուք որևէ ձևով դարբեր չեք իմ մույս հանդիպումներից, երբ բակերում կանգնած մարդկանց հետ խոսում եմ, որտեղ կարող է Երևանի փողոցում հանդիպեք մի մարդու, որ շատ լավ հագնված, այսպես ուղիղ գեղեցիկ քայլում է փողոցում, բայց պատկերացրեք, որ կարող է շատ ավելի այսպես խեղված հաշմանդամություն ունի, որ մենք չենք տեսնում։ Թեքահարթակների բացակայությունից մինչև տրանսպորտային միջոցների անհարմարավետություն, զբաղվածությունից մինչև իրավունքների պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձինք ցավով են արձանագրում։ Խնդիրները շատ են, անտարբերությունն էլ ավելի։ Ումա պետք են թեքահարթակը, որը ինձ որևէ տեղ չի տանել, կամ են հասարակական տրանսպորտը։ 30 տարի իմ կյանքում որպես երկիր, որպես միջավայր, որտեղ ես ապրել եմ, որևէ համակարգային փոփոխություն չի եղել։ Եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ձեր վստահության քվեն ունենա եւ մենք կարողանանք վերցնել քաղաքային իշխանությունները, հավատացեք, որ քաղաքական համագարկում էական փոփոխություններ կլինեն, հագագիշերներ կստեղծվեն, մրցակցություն կլինի քաղաքապետի, քաղաքի եւ կառավարության միջև, եւ այդ մրցակցությունը միայն ու միայն առողջ կլինի եւ դրանից կշահի երկիրը, քաղաքը, քաղաքացին։ Նաիրա Զոհրաբյանը խոստանում է ընտրությունների ավարտից անմիջապես հետո հետամուտ կլինեն հարցի լուծմանը։ Հանդիպման ավարտին կուսակցության ներկայացուցիչները վստահեցնում են, անկախ ընտրությունների արդյունքներից հետևողական են լինելու նրանց խնդիրներին ու բարձրաձայնելու են դրանք մշտապես։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։